Մանրադիտակի տակ հանցագործության բացահայտման բանալին է, փորձագետը տուժածի եղունգներն է ուսումնասիրում դրա տակ եղած մանրաթելը որոշելու համար, ինչը կարևոր տեղեկություն կտա կնոջը սպանողի մասին։ Պատրաստում ենք միկրոպրեպարատ, որը հետագայում համեմատում եք միկրոպրեպարատի եղած մանրաթելերը, համեմատում եք տուժողի կամ կասկածյալի հագուստի գործվածքի կազմի թելերի հետ։ 40 տարվա փորձագետը աշխատանքի վերջին տարիները փորձաքննությունների ազգային բյուրոյում է անցկացրել։ Նման մանրադիտակներ 10 տարի առաջ չկային։ Մանրաթելի բնույթն է երևում, ուղղթա, բամբակա, քիմիական թելեր եք անում, դրանք արդեն եւ գույներն եք տարբերում։ Աղմկահարույց գործերի պատմությունների ամենափոքր դետալները փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռքում են ամեն օր։ 10 տարվա գործունեության սկզբում ընդամենը 3 տեսակի փորձաքննություն էին անցկացնում։ Այժմ տեխնիկան թույլ է տալիս իրականացնել մոտ 3 տասնյակ ձևի փորձաքննություններ։ Հայաստանի Հանրապետությունում DNT բազայի ստեղծումը, որը մի քանի անգամ կբարձրացնի հանցագործությունների բացահայտումը, այսպես կոչված տաք հետքերով։ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը դատական փորձագիտության, քրեագիտության եւ քրեաբանության ոլորտի խոշորագույն կառույցի գլխավոր ձեռքբերումը համարում է անկախությունը։ Բյուրոյի ղեկավարի խոսքով տեխնիկական հզորությունն ավելացնելուն զուգահեռ բարձրացնում են մասնագետների ու աշխատանքի որակը։ Դրան օգնում է Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ճապոնիայի փորձաքննական կառույցների հետ գործակցությունը։ Նազելի Գրիգորյան, Խաչատուր Եսյան, ժամը լրատվական։